Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր Կասկեղի դեմ պայքարի միջազգային օրն է, ձեր հետ է պրոֆեսոր Բադալյանը, այս միջոցառումը նշվում է գրեթե ամբողջ աշխարհում 2000 թվականից և արդեն երկար տարիներ է, մոտ 15 տարի կարելի ասել և Հայաստանում։ Ինչու է կարևոր այս օրը։ Միջազգային օրը նվիրված է հիմնականում կանխարգելիչ միջոցառումներին, ավելի շատ ուշադրություն է դարձվում տարբեր երկրների ընդհանուր համահունչ աշխատանքը Կասկեղի դեմ և զարգացումը նոր բուժման մեթոդների, կանխարգելման նոր մեթոդների։ Ավելի կոնկրետ, աշխարհում Կասկեղով հիվանդանում են մոտ 20 միլիոն մարդ, որից մոտ 16 միլիոնը տարեկան մահանում է։ Ցավոք սրտի այս հիվանդությունը ունի միտում շատանալու ամբողջ աշխարհում, նույնպես և Հայաստանում։ Հիմա Հայաստանում հիվանդանում են տարեկան նոր դեպքեր մոտ 8000-ից ավել։ Առանձնապես չի տարբերվում Հայաստանի Կասկեղի զարգացումը և ձևերը ուրիշ երկրներից։ Ամենահիմնական պատճառը Կասկեղի, ավելի ճիշտ ամենահիմնական ձևը Կասկեղի դա թոքի Կասկեղն է, որը որ մեր մոտ առաջին տեղն է գրավում, հատկապես տղամարդկանց շրջանում, կանանց մոտ ավելի հաճախ հանդիպում է կրծքագեղձի Կասկեղը։ Իհարկե այս բոլոր ստատիստիկան մենք հաշվառում ենք հանած մաշկի Կասկեղը, որը բավականին շատ է, բայց քանի որ դա բուժվում է լիարժեք մեծ մասամբ, մենք հանում ենք դա ստատիստիկայից։ Եվ այսպիսով, թոքի Կասկեղից բացի հաճախ են լինում ստամոքսի Կասկեղը, աղիների, տղամարդկանց մոտ բավականին շատ է և կոկորդի Կասկեղը, քանի որ ծխելը մնում է ամենամեծ չարիքը և պատճառներից առաջինը Կասկեղի առաջանալու։ Կանանց մոտ բացի կրծքագեղձից հաճախ են ձվարանների Կասկեղ և իհարկե նույն ստամոքս աղիքային տրակտի և թոքերի։ Ինչին է ուղղված այս տարվա միջազգային օրը, ինչն է կարգախոսը, ավելի շատ ուշադրություն դարձնել բուժման ձևերին, այսինքն անհատականությանը, ես դրա մասին հաճախ եմ խոսում, ինչ է դա նշանակում, այսինքն բուժել ոչ թե հիվանդությունը, այլ մարդուն, հիվանդ մարդուն այդ հիվանդությունով, ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ պետք է հաշվի առնել, որ Կասկեղով հիվանդը ունի այնքան շատ խնդիրներ, որով մասնակցում են բացի իրենից հարազատները, տարբեր սոցիալ խմբերը, այսինքն աշխատողը, աշխատող չէ, հարազատները, աջակցող խմբերը և այլ։ Այսինքն բժիշկը, որը որ վարում է այդ հիվանդին, պետք է իմանա պացիենտի մասին ամեն ինչ, ինչպես է նա ապրում, իր սոցիալ վիճակը, իր աշխատանքը, աշխատավարձը, կարող է արդյոք նա բոլոր այս բուժման մեթոդները և անցնել, ֆինանսավորել, հնարավորություն ունի նա գնալ գալու, որ շրջանում է ապրում, ինչպես է սնվում, պատկերացրեք այդ բոլոր հարցերը շատ կարևոր են։ Եվ գրեթե ամեն օր ես իմ գրասենյակում բավականին երկար ժամանակ եմ կորցնում այս հարցերի շուրջ, որտեղ զուտ բժշկական հարցերը ավելի հստակ են, ուռուցքի ձևը, ուռուցքի տարածումը, իր գենետիկ տարբերակը, իր իմունոհիստոքիմիական տարբերակը, իսկ հիվանդի մասին հաճախ մոռանում են բժիշկները խորանալ, նույնիսկ ոչ թե մոռանում են, այլ ժամանակը թույլ չի տալիս, այո, զբաղվածությունը շատ է, բայց դա շատ կարևոր է և այս տարի դրան ուշադրությունը հատուկ է դարձվում միջազգային բոլոր կառույցներում և բոլոր ասոցիացիաների կողմից դրան մեծ ուշադրություն է դարձնում, որ բժիշկները
լիարժեք զբաղվեն հիվանդով իր առօրյայով։ Եվ սրա հետ կապված իհարկե կանխարգելումն է շատ կարևոր մեր կյանքում բոլորիս, որտեղ Հայաստանի Հանրապետությունը լինելով ոչ մեծ երկիր, ավելի կոմպակտ է եւ հնարավոր է վարել այն քաղաքականությունը առողջապահական, որ բոլոր շերտերը գրավեն դրա մեջ, բայց ցավոք սրտի ես իմ փորձից ասեմ, երևի թե մեր ազգաբնակչության բնավորությունն էլ է բարդ եւ մենք չենք կարողանում հստակեցնել այդ ամբողջը։ Այսինքն այսօր ես կարճ կասեմ, բայց հետագա հաղորդումներում ես նորից կկրկնեմ նույն մեր խորհուրդները՝ չծխել, շատ չխմել, չչաղանալ, ճիշտ սնվել, զբաղվել մարզանքով, զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ եւ այլն։ Մենք հաճախ ասում ենք, բայց չեն հետևում դրան։ Եվ ինչքան էլ մենք նույնիսկ այստեղ արդեն որ հասնում է ժողովրդական խոսքով ոսկորը դանակը ոսկորին, ասում են մենք արդեն էլ չենք ծխում, բայց դա քիչ է։ Պետք է նախապես ամեն ինչ կատարել։ Ես էլի առանձին կվերադառնամ այդ հարցերին։ Այսօր միջազգային օրն է եւ ես տեսնում եմ առավոտյան արդեն հեռուստատեսությունով մենք ունենք բավականին հաղորդումներ տարբեր բժիշկների, տարբեր կլինիկաների առաջատարը մասնագետներից ու ռուսկաբաներից, այո, պետք է շատ լուսաբանել, պետք է շատ ելույթ ունենալ, այսինքն միայն հիվանդանոցի մեջ չէ, որ ռուսկաբանը պետք է աշխատի, նա պետք է աշխատի ժողովրդի հետ, նա պետք է աշխատի սոցիալ ցանցերով, շփվի մարդկանց հետ, դա շատ կարևոր է։ Դրան է ուշադրություն դարձում այսօր համաշխարհային օրը, որը անգլերեն կոչվում է World Cancer Day, ավելի լակոնիկ է, հայերեն ես ասացի արդեն քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր։ Եվ այսպիսով իմ հաղորդումը այսօր սրանով ես եւ եզրափակեմ, որ այսօր այս միջազգային օրվա հետ կապված այսօրվա կարգախոսը, այս տարվա կարելի ասել կարգախոսը նա է, որ ռուսկաբաները պրակտիկ իրենց աշխատանքում ավելի մեծ ուշադրություն դարձնեն ոչ միայն հիվանդության տեսակին եւ բուժման ձևերին, այլ բուժառուի առօրյային կյանքին, սոցիալ վիճակին։ Դա հենց այնպես չէ, այդ ամբողջը միասին է տալիս արդյունք լավ բուժում, լավ արդյունավետ բուժում ստանալու։ Մենք մեր կլինիկայում միշտ հետևում ենք այս կարգախոսին, շատ ուշադիր ենք մեր բուժառուներին, բայց իհարկե մենք էլ ունենք տեղ զարգանալու եւ կատարելագործելու մեր աշխատանքը, ոչ մեկ չի կարա ամեն ինչ անի իդեալական, պետք է ձգտել ավելի լավին։ Շարունակություն այս խոսակցության կլինի ուրբաթ օրը TikTok-ի արտակում։ Ես կտամ նորից հայտարարություն, նույն ժամին է 4:30 TikTok-ի արտակում միացեք։ Կան շատ հետևորդներ, որոնք միանում են, բայց ես կուզենայի հարցերը լինեն ավելի հստակ եւ մենք խոսենք հարց ու պատասխանի ձևաչափով։ Այսօր այսքանը, բոլորին առողջություն եմ ցանկանում եւ հիշեցնում եմ, որ այսօր քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր է, փետրվարի 4-ը, դա ամեն տարի նույն օրն է, չի փոխվում։ Լավ եղեք, մինչ նոր հանդիպումներ։